Առավոտ շուտ ճանապարհ ենք ընկել եւ այս անգամ ուղղությունը դեպի Տավուշի մարզի, ավելի ճիշտ նոյեմբերյան համայնքի բնակավայրերի բարձրադիր յայլաներն են։ Գնում ենք նախ Գոմշավար, Անտառային պետական կոմիտեի երբեմնի անտառամշակման ավան։ Դեռ խորհրդային տարիներին սղոցարանները հանվել են եւ այն վերածվել է յայլայի։ Գնում ենք սարվորներին հանդիպելու, նրանց հետ զրուցելու, ասել է թե Սարի կյանքը, համն ու հոտը ձեզ, մեր հավատարիմ հեռուստադիտողին փոխանցելու։ Նոյեմբերյան քաղաքից շուրջ 35 կիլոմետր ճանապարհ դեռ առջևում է, բայց ձանձրանալու, հոգնելու առիթ չի լինում, որովհետև ողջ ճանապարհը լի էր գլխապտույտ առաջացնող գարնանային չքնաղ տեսարաններով, խիտ անտառներով, բնության յուրօրինակ թանգարանով։ Բնությունը լցված է խորհրդավոր լռությամբ ու վեհությամբ։ Պարբերաբար մեր առջև բացվում են հեռաստաններ, չքնաղ Տավուշի ավանդապաշտ ու ավանդաշատ ոստաններ։ Ճանապարհը ապշեցնում է, անհավատալի է, որ յայլաներ տանող ճանապարհը լինի այդքան բարեկարգ։ Տեղ-տեղ դժվարանցանելի խորթ ու բորդ Սարամիջյան ճանապարհները էլ ավելի են հետաքրքրանում, երբ ամեն 3 կիլոմետրի վրա ամառանոցներ են։ Մի մասը արդեն բնակեցված սարվորներով, մի մասն էլ քոչը կապած, վեժ-վուշը հավաքած կենդանիներին առաջարած դեռ ճանապարհներին են։ Մի քանի անգամ մոլորվելուց հետո վերջապես հասնում ենք Գոմշավար, որտեղ վերջին տարիներին ընդամենը 5 ընտանիք է ապրում։ Գոմշավարը տեղի բնակիչների համար ձմեռանոց է, քարե երկհարկանի տներով։ Մեր տեսանկարահանող սարքավորումները ու մեր անակնկալ այցը զարմացնում է Անդորի սովոր այս մարդկանց, որ առաջին հարցը, որ մեզ տալիս են, թե այս ինչ խաբար է, որ եկել ենք։ Հեռավոր այս վայրում մարդիկ տասնամյակներ շարունակ, իսկ շատերը նաև սերնդեսերունդ ձմեռային յայլա են եկել, զբաղվել ոչ միայն անասնապահությամբ, այլ նաև այգեգործությամբ ու բանջարաբուծությամբ։ Անհայտ, սակայն Յանդեքսի քարտեզում իր հստակ տեղորոշումն ունեցող գյուղակ է հիմա Գոմշավարը, որ գյուղատնտեսական մթերքների արտադրության մեծ ռեսուրս ունի։ Գոմշավարում մեզ հանդիպած առաջին բնակիչը ու նաև միակ երիտասարդ սարվորը Սասուն Մամյանն է։ Հայ, ես արդեն միսուրը ուշը, պետք է ես հասցնեմ գնամ գամ, որ անասուններիս էլ այդ հավաքեմ բերեմ, գիտեք։ Եթե ես չգնամ գամ, անասուններիս չբերեմ, անասուններս կդառնան ուրիշի տարածքը, հետո արդեն հարևաններով կկռվին։ Գոնե պատրաստ վիճակում չենք։ Քանի տարվա բնակիչ եք Գոմշավարի, ինչքան։ Ոյ շատ, իմ պապերն են ստիկացել, հետո իմ հերը, հետո ես, տենց շարունակում ենք, անասուննի ենք պահում։ Ավանդույթները շարունակում եք։ Հա, այդ նույն անասունները ուրիշ աշխատանք չկա, ստիպված ստիկենում ենք, անասուննի ենք պահում։ Երևի երիտասարդությունը չի ուզում սարը մնա, հիմնականում։ Եթե գեղում ինտերնետ կա գեղում, տաք ջուր կա, սառը ջուր կա, ապա հով ապրում են, էլ ըստի նման բաներ չկա, կտրված ես ամեն ինչից, քաղաքից։ Սարը ժամանակակից չի, լույս չունեք։ Չէ, լույս չունենք, ջուրը պետքա ձեռքով բերենք, 500-600 մետր նայ, այն մարդը նայ ջուրա բերում, ջրից գալիս է, այդ էնց է, ջուրը բերովի է, լույս չունենք, հա, դրա համար զենց բան է էլի, ես իմ հարևանն է, հա, բանը երիտասարդությունը դրա համար գալիս չի, դե գաստի ինչ անես։ Չէ, այնպես չի, որ Սասունը գնալու տեղ ու հնարավորություն չուներ։ Ճիշտ է, ժամանակին խելք չարեց, չնայած մոր ու հոր հորդորներին մի ինստիտուտ չավարտեց։ Դե թղթի կտոր էր, գուցե մի տեղ պետք գար, ու գուցե այդ դեպքում ինքն էլ գալստուկ կոստյում հագներ, քաղաքի կյանք ապրեր։ Թեպետ ասում է, իր ընտրությունից դժգոհ չի մնացել։ Ամենալավ կյանքը սարերի կյանքն է, պարզ ու անարատ։ Իմ քույրերը Ռուսաստան են, լավ աշխատում են, լավ աշխատատեղեր ունին։ Ինձ ամեն օր կանչում են, բայց ես ինձ թվում է թեստի ավելի հարմար կլի։ Գնաս նոր տողից ընդի աշխատես, նոր տողից սկսես։ Թեստի ամեն ինչ համար է թե ունինք։ Տուն ունինք, անասուննի ունինք, գեղը լավ հողեր ունինք, տներ ունինք։ Ապահոված ամեն ինչերը սարքած պատրաստ։ Նախկինում 20 ու ավելի տնտեսություն ունեցող Հանդամասում հիմա ընդամենը 5 տնտեսություն կա։ Սասունը հիշում է, ժամանակին Գոմշավարը մի Գոմշավար էր, տարածաշրջանի առաջավոր տեղամասերից առաջավոր իր խիտ բնակչությամբ։ Սարվորներ կային, աղմուկ, աղաղակ, ծափ ու ծիծաղ։ Ցավոք հիմա Հանդամասում ահեղ լռություն է, որ խախտվում է միայն առավոտյան ու երեկոյան արոտի գնացող կենդանիների ձայներից։ Այս տները լրիվ առանձին տարբեր մարդկեր անցալ, լրիվ երիտասարդություն ունին, մեծերը կարում չեն, որոշ մեծեր մահացել են, բայց երիտասարդին չեն գալի, ասում են թե
Գալիս են ստեղ մնամ մի երկու օր, լավ խորոված անեմ, քեֆ անեմ, հետո ասում են, չէ, վերջերիք այսքանը, վсё, գնացինք։ Դա դեռ զարմանում են մեզ վրա, որ մենք կարող ենք ստի մնանք այդքան։ Գիտեք, թե միջև իրիկունվա 10 անընդհատ պետքա անընդհատ գործ կա։ Առավոտ 6-ից սկսվում է, առավոտ 6-ից սկսում եմ որ հասցնեմ։ Եթե մի ժամ ուրիշ գործով ես զբաղվում, արդեն այդ անասունների ինչ որ գործ, արդեն ոնց որ արդեն ամբողջ գործը վնասվում, խախտվում արդեն։ Պետք է այլա զենց ժամը ժամին իր գործն ունի։ Գրաֆիկը կա, պետք է այս ժամին ես անես, այն ժամին անես, եթե ինչ որ գրաֆիկը խախտեցիր, արդեն լրիվ խառնվում է իրար։ Հիմա մենք փաստորեն ձեր գրաֆիկը խախտել։ Հա, դուք իմ գրաֆիկը այսօր խախտեցիք։ Ովերը մեզ կներեն երևի թե նաև։ Քանի կով ունեք ասեցիք։ Մի 15 հատ։ Այդքանը միայնակ եք անում։ Հա, այդքան միայնակ։ Այդքան հատ կթմենք հորթեր ունիմ այդքան։ Այդքան։ Իսկ աթը մշակում եք դուք։ Պանիր, ժիլան։ Հա։ Դուք եք էլի անում։ Ես եմ անում։ Էդ էլ նայած օրվա, նայած ծանրաբեռնվածության, այնա կորա պատահում որ չեմ հասցնում անեմ, իրանց հորթերն են ուտում։ Օրալում հասցնում եմ տանում եմ նոյեմբերյան, ասենք թե մի քանի տեղած խոսած տեղեր կա, տանում եմ վաճառում։ Կաթը, հա։ Շատ է, ասենց շատ է փնթի գործ, կեղտոտ գործ, էլի այդ աշխատանքը շատ է։ Դենց դրա համար երիտասարդությունն ուզում չի էլի։ Ամբողջ օրը պետքա ֆերման մաքուր պահես, անընդհատ անասունների հետ գործ ունենաս։ Չհասկացող անասուննի ու դու պետքա նրանց հասկանաս, նրանց հետ հարմարվիս, ամբողջ օրը տենուս հանկարծ չհիվանդանան, չկորչին, ամեն ինչ ժամանակին արվի, տեղը տեղին արվի։ Սարը ապրուստի տեղ է, իրենք էլ լավ ապրուստի տեր են, չեն թաքցնում ու հպարտությամբ ասում են հարուստ են համ ունեցածով, համ էլ հոգով ու սրտով, չեն թաքցնում, որովհետև արդար քրտինքով են վաստակում, արևին շաղին ու մթին ձեռներ ու ջահելություն մաշեցնում, միևնույն ժամանակ իրենց ինքնաբավ զգում, որ ապրում են, ստեղծում ու շենացնում։ Եթե դու չարչարվիս, դու աշխատես, դու ստեղծես, դու ունենաս, օգուտ անպայման կունենաս, բայց եթե դու մտածես, կան նոյեմբերյան շատ մարդիկ կան, որ գումար են տալի, որ իրանց անասունը տանին սարն պահել։ Դե նրանք օգուտ, նրանց այդ օգուտը իրանք բերել տին ծախել, որ են պահողին վարձատրեն։ Դե ինչ տին օգուտ անել։ Եթե դրա հետ էլ բանան ես, որ կարող է դրանքը մի հատ անասունն էլ հիվանդանա սատկի, մի հատին էլ կարող է գայլն ուտե, ու արդեն էլ օգուտ չմնաց։ Պետքա դու ինքդ շատ են լինում գայլուտեր։ Հա, ամբողջ օրը համարյա թե նամանավանդ հենց մթնում է, դա սկսվում է։ Արևային լսեր ունենք, բատարեի ունենք, այնա շուշուտ նայում ենք, շուշուտ այս անասուններին, այս բաղչեքերի մոտ տենց նստած են ելում, նայում ենք, այն վերի դոշեից գնում ենք բերում։ Այս իմ հարևանին ամեն ռիգու գնում ենք, այս վերևներից վակում լրիվ բերում ստի որ գայլն ուտե ոչ։ Այս մեր հարևանները լրիվ հարուստ հարևաններ են։ Սրանք անասուններ շատ են ծախում, տարվա միջին մի 5-6 միլիոնի հասնող, բայց մենք այնքան ենք դավերյա, մեկս մյուսի դռները բաց, սրանք բոլորն էլ հարուստ, բոլորի տներումն էլ փող կա, բայց մեկս մյուսի հանդեպ պարզ, մաքուր, վստահ ենք, որ մեկս գյուղ գնալիս տան բանալիներն են, մյուսին ենք տալի, կամտի թողում ենք, ասում ենք ուշադիր կլիք, մենք գնացինք Պարզ մաքուր հարևաննի են, հանգիստ ապրում են, մեկը մեկին օգնելով։ Հերվից որ դուք կաք նայեք, կասեք թե մարդիկ լրիվ, կասես թե աղքած, սոված, պակաս պրատ, բայց նրանք լրիվ ճիշտ ասենց թափթփված, հագնված են, բան։ Գիտես սա առօրյան է պահանջում, որ զենց լիս։ Եթե ես ակուրատ հագնում ինա 5 րոպեից հետո էլ այդ անպայման կամ ֆողոտ տիմլիլ, կամ ցխոտ տիմլիլ, քանի որ դրա հետ առնչվում ես, ուզես թե չուզես պետք դենց դիսլիր։ Եթե գնում ես հորթերին խոտ տաս, ուզես չուզես պետքա ցխոտ կլիս, թոզոտ կլիս։ Սասունը երջանիկ է իր ունեցածով ու իրենով, միայն թե մի հարցում բախտը չի բերում, իր սրտի հարսնացու չի գտնում ու չի էլ հասկանում հիմիկ աղջիկների նազ ու տուզը, էլ ինչ են ուզում անող, լող, եփող ու թափող եմ ասում է, բայց հիմիկվա ներկված զարդարված աղջիկները իրեն ու Գոմշավարին հավան չեն, թեպետ նոյեմբերյանում շքեղ տուն ունի։ Մտածեն որ դե
Ինչ կարիք կա, այնպիսի մեկի ուզեմ, որ սարը մնալը։ Չնայած մենք այնքան հաճախ շուտ ենք, հաճախակ ենք նոյեմբերյան լում։ Համար 2-3 օրը մին գնում ենք, ընդ ենք լում գալիս են։ Փաստորեն, որ ասում եք ժամանակ չունեք նաև հարսնացու փնտրելու ձեզ համար։ Հա, պատկերացրեք, որ ես ժամանակ չունիմ, որ մի քանի տեղ, մի քանի աղջիկ կա, որ մի քանի օր զբաղվեմ այդ գործով։ Այ ես այդքան զբաղված եմ։ Իրանք էլ միննելա չեն ուզում կան։ Սար կան։ Չէ, դե իրանք կան էլի։ Առաջ կան ձեզ։ Հա, ճիշտ ասիք։ Ինչպես ասում են, հանկացնում են դեպի։ Հա, էլի։ Սասունը Գոմշավարի շտապ օգնությունն է, իր նվիրական պարտքն է բոլորին օգնել, հարեհաս լինել։ Բոլորի մասին էլ լավ տեղյակ է, ով որտեղ է, ինչ է անում։ Հարցնում ենք, իսկ Գոմշավարի ամենաասող խոսող կինը տատիկը ով է, շտապում է մեզ ուղեկցել Սուսան տատի կացարանը։ Այն տատին շատ հավ հնդուշկա ապահում, ու պատկերացրեք, որ երևի թե մի կես միլիոնի հասնող ամենաշուն նոր տարում վաճառում է։ Մենակ հավ հնդուշկա, համի երևի թե մի 100 հատ ջուտ կունենա արդեն իր ստեղծած, ոչ թե առած, այլ իր ստեղծած, իր հնդուշկեքերը, իր հավերը։ Տատին են ամենակ մնաց։ Տատին մենակը հա իրանց թորներ ունի, հարս ունի, մի տղա մինը Ռուսաստանեն են, մեկը նոյեմբերյան են, շուշուտ գնում են, գալիս են, իրան օգնում են։ Տեկին Սուսան, արի լրագրողնին մի երկու բառեր քեզ ասեն։ Ես լավ ներկայացրել եմ մեր սարը, ասել եմ, որ լրիվ ղոչաղ մարդիկ են։ Իրանք գիտեն էլի արդեն։ Այդ տենում են, որ դու աշխատաս է, չիմ աշխատաս է, լրիվ աշխատող, ղոչաղ։ Հա, ասել եմ։ Բա։ Բարև ձեզ։ Եկել ենք ձեզ մի քիչ գործից կտրենք։ Բա այդ այնպես ինքնին շատ հավ հնդուշկա ապահում։ Սուսան տատը սարերի վետերան է, ասել է, թե մի ողջ կյանք է ապրել Գոմշավարում։ 72 տարեկան է, բայց 1000 ջահելից էլ ջահել է, անող ու ըլող։ Մեծ տնտեսություն ունի, մի բոլ հնդուշկա, հավ ու ճիվ, կով ու կթան, հարևաններից հետ չի մնում։ Սեզոնին էլ լավ գումար է վաստակում, երեխաներին, թոռներին ու ծորներին առոք փառոք պահում։ Կոթեցի է տատը, սա պիտի անպայման ասվի, որովհետև իրենք կոթեցիկ, իրենց լեռների պես խիստ են, խոսող ու անսասան, մեկ էլ չափազանց ձգող, այսինքն շատ աշխատող։ Շատ աշխատասեր են, շատ չարչարվում են։ Իհարկե, եթե չարչարվենք ոչ ապրիլ չեն կազի։ Հա, բայց եւ վատ չեն ապրում։ Հա։ Արդյունքը վիրին։ Արդյունք ստանում են։ Հա։ Դրամ հա դժգոհում չենք մեր վազատիցը։ Դուժատարիքս ունեն 72 տարեկանի։ Բայց լավ եք պահպանվել, տատի, գուցե սարերի մաքուրոտն է ձեզ։ Կարող ազիժ ջան։ Հետո էլ հնդուշկա ունիմ, հարիճուտ ունիմ, պահում եմ, որ ինձ որ նարից մի եկամուտ ունենամ ցավոտ տանի։ Թե ճիշտ է։ Կով բանել Ունի։ Չենենակ եմ, ինչ եմ շինում, որ ընդհանրեն 3 հատ կով եմ գտել։ Ընդհանրապես օգնում ենք։ Մեկը Հա, եթե ասեն կարիք ալում, հա ինքը հարևանից երեխենա, բայց օգնում է։ Ասենք սրսկելու կլի, եսի մելիս հենց հա, օգնում է։ Իսկ մի բան հարցնեմ ձեզ, ինչ են ասում Գոմշասար։ Ժամանակին այդ գիտեմ ոչ, բայց ժամանակին նստի ունեցել ենք, էլի կոմեշնի ենք ունեցել, բայց գիտեմ ոչ ընդհանրապես խենթ հենց ասում, Գոմշավար։ Հա, Գոմշավար ասի, ճանակ ասենք կոզման թալենա, անդին այնց քարակիտու կա, ես ենք հոգդաղնա, այդ հենց անումնին սրանումն էլ է տա։ Ավանդույթի համաձայն զրույցը հենց թեժանում է, Սասունը փախչում է, հերթը էլի հասնում է իր ամուսնությանը։ Տերնումս լավո սալատա մեմ ունեցել իրան ասելուց վերատաղի չի։ Հա, ցավոտ։ Ինչ եք ասել։ Որ քիչ ես ամուսնանում, ինչն է պատճառը։ Սիրեմ ես ապրանք պահիլ, ապրանք շտացնիլ բան, հետո էլ չես ամուսնանում։ Հա, փախա ուզում չասեմ։ Ուզում չթոմաթանեմ էլ իրան։ Սասունը փախչում է, մենք էլ իր հետևից, թեպետ տատին ասում ենք շուտով կվերադառնանք, ջիլ պանիր պիտի անենք միասին, իսկ Սասունը շտապում է դզվել, փչվել, քաղաքի շորերը հագնել, որ ճանապարհ ընկնի։ Հարևանների պատվերները կատարի, հաց, բազար ու այն ամեն ինչը, ինչ սարում չկա, Սասունի առևտրի ցուցակում կա։ Հա ու մեկ էլ հորթերին խոտ ու աղ պիտի բերի։ Բայց ոնց է լեգ նկարում։ Ահա։ Խի։ Էդի դեն ուտինել ուզող չդիլիր գիտես։ Ասեցին հետո եկել քեզ նկարել։ Չեք են
զանգագոյն նկարում։ Հաջող ձեզ։ Ես գնացի։ Վերջս Ասունին ճանապարհ գծեցինք ու վերադարձանք Սուսան տատի մոտ ջիլ պանիր անելու ու իր տնտեսությանը մոտիկից ծանոթանալու։ Եկեք ազիզ ջրի ժամն եկեք։ Պատրաստենք ջուրը։ Նիքիչ կաթրունի բերին, մերին, որ են ճուտերիս համար շոր եմ անելու։ Հա ոչինչ, պետ ձախը կողմով եկեք, ազիզ ջի, եկեք։ Չատակութինն եմ տենում էլ ցավոք տանի, տենում են չատակութինը մերիմ ինձ դրամ, որ ճուտերիս համար շոր անեմ ցավոք տանի։ Սերանը բերում եմ ազիզ ջի, որ մեր եմ մածոլը։ Ես են զանգում ենք, հետո լցնենք կաստրունքը։ Սուսան տատը ասող խոսող կին է ու հոգնել չունի, այ այսպես ամբողջ օրը ոտքի վրա է։ Կարևորը տեղը տեղին պիտի իր կենդանիներին կերակրի։ Հավ ու ճվի համար մի ղազան լիքը մածունել մերեց, պատրաստեց, բայց դեռ ջիլ պանիրի հերթը չի գալիս, որովհետև կրակը դեռ իր սրտի թեժ չի։ Իսկ ջիլ պանիր անելու համար առաջին հերթին թեժ կրակ ու ծով համբերություն է պետք։ Այսպես ասես ջի։ Իսկ մինչև կրակը կթեժանա, տատը մեզ ծանոթացնում է իր մեծ ու փոքր տնտեսության հետ։ Առանց այդ տնտեսության կյանք չունի, քաղաք իջնելու մասին ընդհանրապես խոսք չկա։ Թեպետ չի էլ կարող գնալ գալ բաում թողնի կենդանիներին կամ գելի բաժին կդառնան, կամ էլ կենդանիները առանց իրեն չեն դիմանա։ Ես օրինակ աշխատում եմ, հետո իմ աշխատանքից ես հրճվում եմ ազիզ ջի։ Որ ունենում եմ, հա, դե եթե չունենա, Տատ չի գծի իսկ։ Չէ, ոչ մի բան։ Այս կուրկուրների ճուտիկներ են հա տատի, հա չէ։ Հա ազիզ ջի։ Իսկ ձուն սրա լավն է լինում տատ։ Հավիցը համովա։ Քանի հատա հիմա մոտավոր հանելու։ Քանի հատ եք դրել։ Կամաց չկտես ցավոք տանի, ես մոդանամ որ դեր չինգնի։ Եթե հարմար չելում ոդի տակնակցում, շատ նեղվում եմ։ Դելես նկարում։ Քանի հատ թուղթ ես դրել տատ։ Տած։ Այս երեքն է, բայց երկու հատ հանել չէ նորտին հանել։ Լավ, ոստի։ Ստեղել կա տատի, ստեղել կա։ Չէ, ճուտ չունին սանկազից չէ, սանցից հետո դիտոսվա։ Դե հելեմ ուրիշ պահմա, ասել եմ ես էլ ունեմ, դե մի կարամ կպահեմ, վաղուց ունեմ էլի, բայց հերվանի ստրվանի եմ արդեն, ծախել մի քանի հատ։ Հա, ունեցել չեմ։ Միսը հանձնում ես, ծախում ես, Հա, առնում եմ։ Ասես չէ, գիլոն 400 դրամ։ Լավ բիզնես է։ Հա, դրամ հարեմ ասում եմ, ես որ չծախվեր, չէի պահի հետաքրքիր չէր, բայց որ տենում եմ, որ օրինակ գնում ասում եմ, չի զբաղվի։ Տանում ենք ջիլան է։ Տանենք փեչուլատը։ Սուսան տատը պարապ մարդ հանդուրժել չի կարողանում։ Ինչպես ինքն է ասում, ով իր դրան շեմքը կտրեց, պիտի աշխատի ու փաստորեն ես էլ դրանից անմասն չեմ մնում։ Ու անցնում եմ գործի։ Նախ ինձ հանձնարարում է օգնել իրեն 40 լիտրանոց տարան տեղափոխել վառարանի մոտ։ Իսկ այդ պղնձյա պլպլանտարայում ջլացուի նյութն է։ Հետո էլ հանձնարարում է գործընթացին ուշադիր լինել, գուցե մի օր պետք գամ։ Այդ մարդը որ կան։ Մինը չաղա, մինը բարա։ Նրա պատրաստած ջիլ պանիրի համը շատերին է գոմշավար բերում։ Կարևոր այս գործում շատ սեր ու նվիրում է դնում, ասում է Սուսան տատը։ Գործն էլ հեշտ չէ, բայց ինքը դժգոհել չի սիրում։ Շատ կտան։ Մայեն լցնում ենք մեջը ազիզ ջի։ Հետո ինքը կալպի։ Սա արդեն ջիլն է նման։ Էսա։ Սարքնեմ, պատրաստում ձևով։ Տա լավ ջիլ լինելու նախադրյալը ո՞րն է նախապայմանը։
Որ արդեն ջուրը տաքլի, կաթը տաքլի, մայեն դառնալի, ազիժ։ Չիմ հաշիվային, որ ջուրը փափուկալը։ Տատը ջիլպանիր պատրաստում է եւ տան եւ գնորդների համար։ Վերջին շրջանում սակայն գնորդներին մերժում է դեմը, ամառը, թորները, ծորները քաղաքից սար են գալու ու դեռ պիտի ազգուտակով հավաքվեն լավ վարդեվոր նշեն։ Խիստ պարտադիր պայման է եկվորներին դատարկ չճանապարհելը։ Մի կապ ջիլ ամենքին։ Կարող են նորից հանդիպենք։ Պայման։ Եթե ժամանակին մշակում ենք, ունենում ենք այս դորակը, չավատան։ Ասես են չեմանում, նազիշ չեն։ Դար նմա անտիր բան։ Երկու հատ չարեցիք փաստորեն։ Կարող ավոր փաթ անեմ, կեսանեմ երկու հատ անեմ չավատան։ Ջիլպանիրը գրեթե պատրաստ է, որը նաև իմ աշխատանքի արդյունքն է, բայց դեռ պետք է թողնել, որ այն ջրքամվի։ Մինչև կովերը արոտից կգան, մի քիչ էլ ժամանակ կա նստելու, ասել խոսելու ու հանգստանալու։ Ես հեն չեմանը, ես էլ էսպես ազիժ չեն։ Մի կոտրել հանգստանում ենք, էլ 5-10 րոպե պարկում ենք այդ ակվիտ հանգստացանք ազիժ չեն։ Դենց է մեր հանգստություն, թե չէ ժամերով կարաչենք։ Այս գործը րոպեն մետ, երկու հետո ջուտերն եկել են քնացել, մի երկու երեք հետեր միջով իգու։ Կարամ էլ ոնց կարամ բրախեմ։ Էսա կովերի գալու ժամն էլ է, Հա, ազիժ ջան, բա կովերի գալու ժամն է, քնեմ ֆորթերի տակ մաքրում, տուն անում, հետո կովերի գալիս են, տուն եմ անում, քթեմ գալիս եմ, արդեն ժամի 9-ն է գալ։ Այ մի մնելտեն եմ հանդուշկե քերով, գլուխներուն թեքեցին, ցեն հանեցին։ Արդեն ուրուրը գալիս է։ Պետք է հյուրանին ոչ ուտին տանի ոչ։ Ես էլ ոնց կարամ քնամ ջեղը կենամ ազիժ ջան։ Որ աշխատում եմ, ուզում եմ աշխատանքը մնայել, ասենք Գոմշավարն էլ իր օրենքներն ու կանոններն ունի, որ ձևավորվել են իրենց ապուպապերի կողմից ու հարյուրավոր տարիներ մնացել հիմնականում անխախտ։ Առանց այդ ճակերտավոր օրենքների խիստ կիրառման անհնար կլինի գոյատևել բարձր այս սարերում, որտեղ հարևանի աջակցությունը, հարեհասությունը փրկարար գործոն է։ Այստեղ մարդիկ ապրում ու ենթարկվում են առավելապես բնության օրենքներին։ հաջողություն ցես։ Սա էլ Գոմշավարի ու սարվորների պատմությունը, որը ավարտում ենք։ Այստեղ Տավուշի և Լոռու Սևորտյաց լեռների սահմանակցին ավարտվում են անտառները և երկինքն ու սրագագաթները բաժանվում են ալպյան նեղ արոտավայրերով։ Գագաթներից վեր կապույտ երկինքն ու բնության անկրկնելի հեռաստանները, հանգիստը, բնությունը զգալու, տեսնելու, նրա հետ մեկտեղ միասնություն դառնալու զգացումը մի տեսակ մոտեցնում է մեզ աստվածաշնչյան դրախտի պատկերացումներին։ Մենք անպայման կվերադառնանք այստեղ։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Գոմշավարից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։